Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգշահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 88 15։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Я люблю на свою же беду. Украду, я тебя украду. Я люблю на свою же беду. Я не могу, без нее не могу. Я люблю на свою же беду. Украду, я тебя украду. Я люблю на свою же беду. Я не могу, без нее не могу.
nie mogę. Я люблю на свою же беду. Украду, я тебя украду. Я люблю на свою же беду. Я не могу. Без нее не могу. Խնդրում ենք մի հատ էլ Նովի Արմինին։ Рождение, маленький мой сын, у меня родился новый Армин. С днем рождения, мой родной Бала. Мы сегодня гуляем, танцуем до утра. Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բաց սենյակն է, մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնելու համար, ճիշտ է, մենք հիմա ձեզ այսպես չենք տեսնում, բայց տեսնում ենք, էլի, չէ՞։ Ես տեսնում եմ, այդպես Էներգիան եմ զգում ենք տեսնում։ մարդկանց եւ տեսնում ենք։ Էներգիան։ Եվ տեսնում ենք նաեւ, որ դուք ժպտում եք եւ ամենակարևորը հենց դա է, միացեք մեզ եւ հետևեք մեր հաղորդումներին յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի ժամը 20:00-ից։ Երաշտական ժամանցային տեղեկատվական հաղորդումը հենց այո, յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի 20:00-ից, որի հաղորդումները կրկնվում են նաեւ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի արդեն առավոտյան։ Եթե երեկոյան չեք կարողանում, առավոտյան 20:00 չի լինում ռավճանը։ Այդ նիտրույթը մոռացիր, առավոտյան 10:00 է լինում բացենյակի բարական։ Մի խոսքով բոլորդ ասում ենք բարի երեկո, հարմար տեղավորվեք սուրճ կամ թեյ լցնում եք ու գալիս եք պետք է զրուցենք ու հետո ապարենք։ Ինչ ենք ապարելու։ Արի ես երաժշտությունը լսենք, հետո կամանց կտանենք դրան։ Չգիտեմ։ Լավ, տեսնենք ինչ ենք ապարելու, ինչ են մոգոնել։ Այսօր խմում ենք մենք մի ճարավոտ Թող ամեն ինչ ես բանակարևոր Բաց հոգին քո բաց Ես պահին արկած Ամբել գնաց թքա Մենք լիարով դարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խլագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Կաղաքը քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքս կիսել Ու քո հետա որ գտել եմ ես էլ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլևոց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլևոց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Այսօր խմում ենք մենք մի ճարավոտ Իսկ ես էլի քո աչերին կարոտ Բաց հոգին քո բաց Ես պահին արկած Ամբել գնաց թքա Մենք լիարով դարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խլագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Կաղաքը քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքս կիսել Ու քո հետա որ գտել եմ ես էլ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ
Սիրելի հեռուստադիտողներ, ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր բացենյակը դիտում են Վանաձորում, Վանաձորի սահմաններից դուրս Լոռու մարզի ցանկացած կետում մեր հանրապետությունում, առհասարակ եւ իհարկե հանրապետությունից դուրս։ Ինչպես կարելի է դիտել Հայաստանում բացենյակը։ Հայաստանում բացենյակը կարելի է դիտել շատ հեշտ տարբերակներով, օրինակ Ucom, Team Telecom եւ Ovio ցանցերի միջոցով, նաեւ Facebook-ում եւ Instagram-ում ենք հասանել, նաեւ YouTube-ում կարող եք որոնել եւ հետեւել մեր աշխատանքներին։ Իսկ Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար էլ հասանելի ենք տարբեր կաբելային ցանցերով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, հետևեք մեր հաղորդումներին ինչպես on-line, այնպես էլ off-line տիրույթում եւ եթե ուզում եք լինել այս տաղավարում եւ իհարկե ձեր այս կամ այն անելիքի մասին բարձրաձայնել համագործակից լինել հաղորդմանը, ուրեմն հիշեք այս հեռախոսահամարը, որը գրվում է ձեր էկրաններին 09 022833 բարեկամներ հասանելի հասցե նաև քաղաք Վանաձոր, դիմաց թաղամաս, ահան 81 կոտորակ 2 գծիկ 1։ Սա մեր մեկը չմոռանանք։ Վերջի մեկը չմոռանանք եւ առհասարակ ոչինչ մի մոռացեք։ Սիրելի բարեկամներ, իսկ հիմա մենք էլ ոչինչ չմոռանալով պետք է շնորհակալություն ասենք եւ ներկայացնենք մեր գործընկերներին, հաղորդման հովանավորներին եւ հաղորդման գործընկերներին։ Հաղորդման հովանավորն է Fast Energy ընկերությունը։ Fast Energy ընկերության հետ կարող եք խնայել ավելին ռավ, քան պատկերացնում ես։ Եվ ոչ միայն դու դեռ արվային համակարգ չունես, ուրեմն Fast Energy-ից օգտվիր։ Այո։ Դե մինչև այս եթերը մեր գործընկերոջ տեղը չգիտեի, հիմա իմացա։ Հայաստանը բարեկամներ ունի արևային էներգիայի մեծ ներուժ եւ արևային համակարգ տեղադրելը ավելի քան ձեռնտու է։ Սպառում եք անվճար էներգիա, խնայում եք ամենագլխացավանքը կոմունալ ծախսերը եւ իհարկե դառնում եք էներգետիկ անկախ։ Սա նշանակում է, որևէ մեկից կախում չեք ունենում։ Fast Energy ընկերությունն արևային ոլորտում իր դիրքերը շատ կարճ ժամանակում ամրապնդել է որպես ընկերություն, որի համար առաջնային է որակը, ամենակարևորը։ Ընկերությունն առաջարկում է ապրանքների, ծառայությունների լայն շրջանակ կանաչ էներգիայի ոլորտում։ Դե ինչ հիշեք մեր գործընկերոջ տվյալները քիչ հետո գովազդային հոլովակը կդիտենք, շնորհակալություն ասում ենք նաև Մարիա Բյութի սալոնին, մեր մյուս գործընկերոջը, որը գտնվում է քաղաք Վանաձոր։ Մարիա Բյութի սալոնը Համբարձման 17 կոտորակ 1 հասցեում եւ իհարկե Տիգրամնետ 31 կոտորակ 1 հասցեում գտնվում է, ունեք Վարդանյան գեղեցկության ուսուցման բուժական կենտրոնը, ոչ միայն գեղեցկանալու, այլ նաեւ մասնագիտանալու հնարավորություն է տալիս այս կենտրոնը, իդեմս ունե Վարդանյան։ Ես էլ ասում եմ տարածքից դուրս եկողները ինչի են գեղեցիկ բոլորը։ Չգիտեիր միջև հիմա։ Հենց այդ կողմից դուրս են գալիս, ուրեմն գեղեցիկ է։ Այո, այո։ Դե բարեկամներ, շարունակեք գեղեցկանալ, իսկ ինչպես իհարկե կոմունալ ծախսերը կրճատելով։ Սա լավագույն տարբերակն է։ Թե չէ արդեն այսպես ապրել կոմունալ ծախսերը պետք է կրճատվի բնականաբար Fast Energy-ի հետ միասին արևային համակարգ տեղադրելու նպատակով։ Շնորհակալություններ գործընկերներին։ Հիմա դիտում ենք հոլովակները, երաժշտություն ու հանդիպում ենք տաղավարում։ Երբ ենք բարելու, ես արդեն հիմա մեր Ռազմիկը գա, քեզ կսովորեցնի։ Երևի։ Իսկ ով է Ռազմիկը։ Իսկ ով է Ռազմիկը կիմանան գովազդից հետո։ Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգ շահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 8815։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։
Լեռների մեջ կա պայքար Քարի մեջ երկու պար Ձեթերի մեջ առնական Պայքարն է հաղթական Առավոտ կելնեք սարը Կկանչի սուրնի խաղը Թող աշխարը բռնի պարը Հեյ, Յարխուշտան Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու բար, ձեռքերի մեջ առնական, հայբարն է հաղթական, մշահու սասնա բարը մեր, հետեղեք ձեռքերը վեր, նեզարկեք դողան սրտեր, կեզ հուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի սուրնի խաղը, դող աշխարը բռնի բարը, հեյ, Յարխուշտան Ծապարա, ուշը թապտուր թապարա Հեշտամին պաղջի վարուվեր, կեզ ուրման զենքի ընկեր Առավոտ կելնենք սարը, կկանչի զորնի խաղը Թող աշխարը բռնի բարը, հեյ, Յարխուշտան Զուրնի խաղը, հող աշխարը բռնի բարը, հեյ, Յարխուշտան Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր սիրում են սովորել։ Ինչ սովորել օրինակ։ Օրինակ ասմունքել, արտասանել։ Հետս պարագայում մի քտաններն են, որ դու ասեիր, որ պարել սովորեն։ Իսկ շատ հեռու մասնագիտություն։ Ինչու՞։ Շատ եմ սիրում պարել, բայց քեֆերի ժամանակ։ Ահա, հասկացա։ Առհասարակ պարն շարժման լեզուն ունի, այդպես ասում են մասնագետները, որովհետև կյանքը նաև շարժման մեջ է։ Ինչու, ինչպես եւ ինչպես ու որտեղ սովորել նաև մենք խոսենք այսօր այս հարցերի շուրջ եւ իհարկե խոսենք մի հրաշալի կազմի մասին, որը եթերից դուրս էի ասում եւ որ նրանք պարում են ահավոր ուժեղ էներգիա է զգում։ Ուժեղ էներգիա է զգում եւ կարեւորը նաև այն է, որ նրանք պահում են ավանդականը, որը այս օրերին շատ դժվար է պահելը։ Խոսքը ռազմիկ ավանդական պարերի խմբի գեղարվեստական ղեկավար Ռազմիկ Ավագյանի մասին է։ Ողջույն, բարի գալուստ բաց սենյակ եւ նույն խմբի սան Անգելինա Դալլաքյանի մասին է։ Բարի գալուստ բաց սենյակ։ Բարի երեկո, շատ շնորհակալություն հրավերի համար, շատ շնորհակալություն այս ֆորմատը ընձեռնելու համար։ Այ հարգելի հեռուստատողներ, ինձ եթերից առաջ հրավիրեցին, որ գնամ ես էլ պարեմ, որովհետև այդ էներգիան ավելի լավ կզգամ։ Այո, իսկ ես կտանեմ քեզ ինձ։ Ձեր այդ էներգիան որտեղից է գալիս, ժողովուրդ։
այդ ոնց եք անում, որ այդքան վարակում եք տարածքը շրջապատում։ Իրականում պարադոքսային մի հետաքրքիր բան կա, որ մարդիկ մտածում են, որ տրամադրությունն է ծնվում բար, չէ՞, որտեղ մենք սովորել ենք, որ պարը պետքա լավ, ուրախ տրամադրության ժամանակ կոմոդ ինքնըստինքյան ծնվի, բայց փորձը ցույց է տալիս, որ դա հակառակ էֆեկտով աշխատում։ Ոչ թե տրամադրությունից է ծնվում պարը, այլ պարն է ստեղծում տրամադրություն։ Ու անգամ երբ որ մենք շատ հոգնած ենք եւ կարելի ասել ստրեսների, դեպրեսիվ ժամանակաշրջանի մեջ ենք, էներգիայի պակասություն ունենք, բավական է մի քանի պար ես էներգիայով ամբողջ ուժով տրվեմ այդ պարին, ու ստեղծում է տրամադրությունը, այդ էներգիան, ու կարծում եմ, որ սա հավի ու ձվի փակ ցիկլի նման է աշխատում։ Այսինքն դուք էներգիա եք կորցնում, թե էներգիա եք հավաքում պարելու ժամանակ։ Ես չեմ կարող դրա հստակ պատասխան տամ, որովհետև ֆիզիկապես ես հոգնում եմ, բայց հոգեպես ես էներգիա եմ ստանում, որը ինձ նորից ուժ է տալիս ֆիզիկապես ինչ-որ ծանր գործողություն անելու։ Մենք անպայման ներզույցի ավարտին կդիտենք ռազմիկ բարի խումբ ասեմ, համույթ ասեմ, թե կենտրոն ասեմ, այո։ Դուք ինչպես որ ուզում եք ընկալ եք կարծում եմ, որովհետև այստեղ կենտրոնացված է հենց ազգային արժեք, այստեղ էներգիան, չգիտեմ, ուժ այն բոլորը, ինչը որ պետք է ուղղակի զգալ նրանց բարելիս տեսնելիս, առավել եւս մասնակից լինելիս։ Ինչքան ժամանակ է որ կա խումբը եւ ոնց ստեղծվեց այս խումբը հիմնելու գաղափարը։ Ուզում եմ մենք ծանոթացնենք մեր հստակորեն ձեզ հետ։ Երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում ապրելով, շատ կարոտով լցված դեպի հայրենիք եւ հայրենի ամեն ինչը, մտքովս անցավ, որ իմ ունեցած գիտելիքներն ու հմտությունը թեկուզ մշակույթի մեջ պիտի օգտագործեմ ի նպաստ հայրենիքիս, ի նպաստ այն տարածքի, որտեղ որ ես ծնվել մեծացել եմ, դա Ստեփանավանն է եւ որոշեցի, որ գամ ստեղծեմ բարի խմբեր, սկզբում փոքրերի, մանկապատանեկական խմբեր եւ նրանց միջոցով փորձեմ ձեռք բերել ինչ-որ փոքր ճանաչություն, որովհետեւ ավելի լայն հարթակներում ավանդական մշակույթի մասին փորձեմ տարածեմ տեղեկություններ եւ մարդկանց ներգրավեմ մշակույթի մեջ եւ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, նոր Ռաֆայելը հետաքրքիր բան ասաց, որ շատ հեռու է այդ մասնագիտությունից, իմ կարծիքով պարելը պիտի վերստին դառնա ոչ թե մասնագիտություն, այլ ամեն մեկիս կենցաղի մի մասը, որովհետև շատ ճիշտ ասացիք, մենք քեֆերի ժամանակ բոլորս ենք պարել, մանավանդ մի փոքր գինովցած, բոլորս էլ սիրում ենք պարել, բայց պարից հեռանալու այդ պատճառով մենք պարը դիտարկում ենք արդեն ինչպես պրոֆեսիոնալ ինչ-որ մի զբաղմունք, որով պետք է ամբողջ կյանքը զբաղվես, որ արդյունքի հասնես, սակայն իմ խորին համոզմամբ պարել կարող են յուրաքանչյուր մարդ, մանավանդ ժողովրդական ավանդական պարեր, որոնք որ մեր պապերն են պարել իրենց կենցաղում։ Կռվից առաջ, ուրախ տոնակատարություններին, մինչև անգամ աշխատանքային բնականաբար, մինչև անգամ սքո պարեր են ունեցել, որ նրանց ողբը այդ կծկիցը նրանք փորձել են պարի շարժումների միջոցով իրենց հանդարտեցնել եւ այդ հոգեվոր ներդաշնակությունը ձեռք բերել պարի միջոցով։ Հիմա նորից պարադոքսալ բան ասացիք։ Ապրել եք Ռուսաստանում, բայց հայկական ոգին պահել եք այդ ոնց։ Ավելին փոխանցելու նպատակ եք ունեցել, ով էր մեղավոր, ինչպես է դա հաջողվել ձեզ մոտ։ Կարծում եմ ամենամեծ մեղավորը Ճակերտավորը Գագիկ Գինոսյանն էր, որին անձամբ ֆիզիկապես ոչ մի տեսակի կոնտակտի մեջ չլինելով, ուղղակի հեռվից նրա գաղափարախոսությունները ուսումնասիրելով, ինտերվյուներ լսելով, մեծ ոգևորություն ու մեծ հետաքրքրություն եմ ստացել ինչ-որ մի ձև ճանաչելու, իրապես ճանաչելու հայրենիքս, որովհետև Ռաֆին ասում էր չկա հայրենասիրություն, որ չի ծնվում հայրենաճանաչությունից եւ վստահ այդ ճանաչելու ճանապարհին նոր ես զգացել եմ, որ իմ կարիքը կա հայրենիքում ու ինքս պիտի ինչ-որ ներդրում ունենամ եւ դա կարծում եմ այդ հայրենատիրական զգացողությունն է, որ հայրենասիրությունից է ծնվում, որ դու փորձում ես ինչ-որ ձև քո ներդրումը կամ այդ ճակատագրին ուղղակի մասնակից է։ Ապա որ եկել եք Հայաստան։ Այո, Անգելինան Երևանից է միացել։ Ու ողջույն Անգելինա։ Ինչքան ժամանակ։ Պատմես այո խմբում։ Գրեթե 1 տարի մեր խումբը կարծեմ ձևավորվեց ապրիլի 7-ին առաջին անգամ։ Սկզբում մի քիչ այնքան էլ լավ չէր ստացվում, դե որովհետև մենք ինչ գիտեինք հայկական պարերի մասին, դա ուղղակի շարժումներ էին, որոնք ոչ մի կապ չունեին հայկական պարի հետ, բայց երբ որ եկավ ընկեր Ռազմիկը, մեզ պատմեց ինչի համար է եկել, ինչ է ուզում անի ու մեր օգնության կարիք ունի, ես որոշեցի մի քիչ հետաքրքրվեմ
որ ինքը Գագիկ Գինոսյանի խոսքերից նույնպես ասացի, որ իրոք ինչ որ ճիշտ բան ու իրան ձգող բան կա, սկսեցի հետաքրքրվել, հետո արդեն որ ստացվում էր, իրոք այդ նույնն էր, եթե ես անգամ տրամադրություն չէի ունենում, գալիս էի պարում էի ու պարելու ընթացքում այդ ամեն ինչը կորչում էր, միանգամից լավ տրամադրություն էր գալիս ու դու չէիր հասկանում այդ ոնց եղավ, այդ երբ դու այդ հոգսերը մոռացար։ Հրաշալի է։ Անկելինա ջան, ինչով ես զբաղվում առհասարակ բացի պարը։ Նկարում եմ, գործում եմ։ Սովորում ես այս պահին։ Հա, որտեղ ես սովորում։ Դպրոցում ամրագից վիշնկարկ։ Ամրագիցից գնում ես Ստեփանավան։ Չէ, ընկեր Ռազմիկն է գալիս։ Ընկեր Ռազմիկն է գալիս։ Ընկեր Ռազմիկի խումբը ինչքան տարածում ունի, այսինքն որտեղ է գելույթներ ունենում։ Տեսեք, մենք շատ ապակենտրոնացած ենք, այսինքն չենք փորձում մենակ խոշոր քաղաքներում մեր ուշադրությունը սևեռենք, այլ փորձում ենք ընդհակառակը այն գյուղերում, որտեղ երեխաները չունեն զբաղվում կամ ընտրություն ինչ-որ մի խմբակի, այդտեղ առաջարկը տանել եւ փառք Աստծո մեքենա ունեն, վարում են ու արդեն 5 գյուղ՝ Յաղդան, Էջան, Լորիբերտ, Ամրակից Գյուլաքարակ եւ Նև Ստեփանավանում։ Կան առաջարկներ եւ խնդրանքներ անգամ ուրիշ գյուղերից, բայց արդեն ֆիզիկապես դժվարանում են։ Հուսամ մի քանի տարվա ընթացքում երիտասարդ սերունդն ինձ արդեն կօգնի։ Հիմա վարորդական իրավունքի հարցը շուտ կարող եմ լուծել, որ իրանք էլ գնեն գյուղերով։ Շատ են հետաքրքիր մարդիկ, ովքեր ուզում են։ Ի սկզբանե շատ դժվար էր, որովհետեւ մարդկանց համար այդ ամեն ինչը անսովոր, կարելի ասել անբնական էր, երբ որ թրանշով մի այտենց երիտասարդ տղա արտաքին հայացքից ոչ մի այտենց արտարոց բան չունեցող, ինչ որ բաներ է, պարեր է սովորացնում, պարեր է անում, մարդիկ լուրջ չէին վերաբերվում։ Ժամանակի ընթացքում արդեն մի քանի անգամ բաց դասեր արեցինք Ստեփանավանի հրապարակում, այգում, 200, 150 այս թվիկանակի մեջ մարդիկ էին միանում, պարում էին, իմ աշակերտներն են գալիս գյուղերից, իրար հետ շփվում են, ծանոթանում են ու ասենք Յաղդանի գյուղի երեխան շատ մտերիմ հարաբերություններ ունի, օրինակ ամրակիցի հետ ու դա շատ կարևոր է, որ մարզի մեջ երեխեքը իրար հետ կապվածություն ունենան եւ այդպես կամաց մի տարվա ընթացքում ձեռք բերեցինք բավական մեծ ճանաչելություն եւ վստահություն ամենակարևորը, իսկ հիմա մի ծրագիր ենք տենց նախաձեռնել, մի քիչ անոնս անեմ, հնարավոր է որ մարդկանց հետաքրքրի, որոշել ենք Ստեփանավանի հրապարակում 1000 մարդ հավաքենք եւ մի պարպարենք Թամզարա եւ դրա համար դուրս են գալիս ամեն տենց հարմար օր, շաբաթվա մեջ մի կամ երկու անգամ անցորդներին Թամզարա ենք սովորացնում, նաեւ այդ ամեն ինչը տեսա նկարահանվում է եւ YouTube-յան հարթակի համար փորձել ենք տենց ռեալիթի սերիալի նման թողարկենք եւ բարի միջազգային օրվան ընթരാճ ուզում ենք 1000 հոգի 29 ապրիլի 29 Եվ ուզում ենք բարի միջազգային օրվան այտենց Ստեփանավանը կարծում եմ որպես երիտասարդական մայրաքաղաք, որ այտենց բան կարող անի, մեծ օգուտ կբերենք թե Ստեփանավանի որպես քաղաք, թե Ստեփանավանի մարդկությանը որպես մշակույթի ինչ-որ մի ներդրում է մշակույթի։ Կարևորը հավատում եք, որ կլինի մնաց։ Միանշանակ, արդեն 20 հոգու սովորացրել ենք 1000-ից։ Ամփոփիչ ինչ-որ համար լինելու, այսինքն ընդհանուր այդ բոլորում, որ սովորացնում ենք անցորդներին, փորձելու ենք հետո մեկտեղ հավաքենք հրապարակում, որ ամբողջ հրապարակով մեկ 1000 հոգի Թամզարապարի։ Բնականաբար կմիանան մեզ բարի խմբի երեխաները, Երևանից հյուրեր կգան նույնպես բարի խմբեր, բայց հիմքը ուզում ենք դնենք հենց տեղի բնակչության վրա, տեղի անցորդներին սովորացնելով այդ գաղափարները։ Մենք հանդիպելու ենք ապրիլի 29-ին։ Այո։ Սիրով կսպասում ենք։ Ռազմիկ ջան, մի հարց եմ ուզում ուղղել, երբ որ Ռուսաստանից եկաք, ինչ իրավիճակում էր գտնվում, այսինքն Ստեփանավանը մշակութային իրավիճակում եւ հարակից գյուղերը, արդյոք մտահոգվելու կարիք կար։ Իրականում չեմ ասի, որ մշակութային կյանքը Ստեփանավանում երբևիցե վատ վիճակում եղել է, որովհետեւ իմ իսկ ուսուցիչը շատ փոքր տարեկանում երբ որ հաճախել եմ, գործող բարի համույթ ունի եւ չեմ ասի շատ խորացված ավանդական, բայց ավանդական բարերը նույնպես ուսուցանում է երիտասարդների մեջ, սակայն դա կոնկրետ կենտրոնացած է հենց Ստեփանավանում եւ շատ հաճախ երեխաները գյուղերից են գալիս, իսկ որոշ երեխաներ բնականաբար ֆինանսական կամ այլ խնդիրներով չեն կարողանում գալ Ստեփանավան։ Զուտ այդ տեսանկյունից եւ այն տեսանկյունից, որ ես ավելի շատ փորձել եմ բարի միջոցով մարդկանց մեջ սեր,
մարդկանց մեջ համախմբվելու այդ գաղափարը սերմանեմ, կարծում եմ իմ տարբերությունը մնացած բարի խմբերից դրանում է, որ չեմ ասում, որ իրանք դրանում են կամ ինչ-որ բան, բայց իմ կարծիքով ես դրա վրա շատ ավելի կենտրոնացած եմ եղել առաջին 5 օրվանից, քան բարի շարժումների վրա։ Իմ համար բարի շարժումները ուղղակի գործիք են երեխաներին հավաքելու, միասնական ինչ-որ աուրա ստեղծելու համար, բայց հիմնական նպատակը բարի միջոցով սեր տարածելն է, այսինքն երբ որ երկու երեխա կամ երկու երիտասարդ իրար ձեռքի բռնած 1-2 րոպե պարում են, թեկուզ անծանոթ, բայց հաջորդ անգամ իրանք հանդիպելիս իրար հանդեպ այդ բարի դրական հիշողությունն են միանգամից արթնացնում իրենց մեջ եւ իրար բնականաբար արդեն լավ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում։ Այդ համայնքների երեխաների ու Ստեփանավանի երեխաների մեջ տարբերությունը զգում եք։ Մեծ, իրականում շատ մեծ։ Գյուղի երեխաները ավելի շատ հետաքրքրված են իրենց շրջակա աշխարհով։ Ես հանդիպում եմ երեխաների, ովքեր ինձ մտքեր են տալիս, որ ես մտածում եմ, որ այս երեխան կարող է եւ արդեն իսկ ավարտել է ինչ-որ համալսարան։ Այդքան խորը դատող, մտածող երեխաներ կան գյուղերում։ Չեմ ասի, որ Ստեփանավանում չկան, բայց քիչ են ինչու, որովհետեւ Ստեփանավանի կամ ընդհանրապես քաղաքային կյանքով ապրող երեխաների համար հարմարությունները շատ են։ Եվ այդ երեխան հարմարությունների մեջ փափուկ իր տակուկ այդ կոմֆորտ զոնայի մեջ ինքը շատ քիչ է ժամանակ ունենում մտածելու, երազելու, ինչ-որ մի բանով հետաքրքրվելու։ Իսկ գյուղում երեխան ինքը կենցաղային այդ ծանր կյանքի մեջ ժամանակ է փնտրում, որ մտածի, առանձնանա եւ այդ շատ կարեւոր է իրականում։ Եվ ես իմ օրինակով շատ-շատերին հորդորում եմ չկենտրոնանալ քաղաքների վրա, որովհետև քաղաքներում կյանքը շատ արագ է գնում ու ժամանակ դու քիչ ես ունենում ընդհանրապես մտածելու, երազելու եւ ինքս հենց դրա համար եմ մնացել մարզում, որովհետև այստեղ կյանքը դանդաղ ռիթմով է գնում ու եթե դու ճիշտ քո կյանքը դասավորես, դու ժամանակ ունես թե քո հարազատներին հայցելելու, թե ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելու, թե ինքնակրթությամբ զբաղվելու եւ ուղղակի հանգիստ մտածելու։ Իսկ քաղաքային այդ երուզերը, ճանապարհներ, տրանսպորտ, աղմուկ, այդ ամեն ինչը կարծում եմ մարդուն ավելի հրվասնում է իր արմատներից եւ մարդ տեսակի։ Ինչն է քեզ դուր գալիս խմբում։ Այն զգացողությունը, որ եթե սխալ վեսել, ոչ մեկ քեզ չի մեղադրի, չի ասի, դե սխալ ես անում, այլ կփորձեն օգնել, բացի այդ, երբ որ մենք գնում ենք ուրիշ խմբերի մոտ հյուր, այնտեղ ապրում ենք ու ունեմ շատ լավ ընկերներ ձեռք բերած, ինչը նույնպես գնահատում եմ։ Իսկ շարունակելու ես պարով, հենց որպես պարոյի դառնալու նպատակով հետագայում արդեն, թե դեռ չեք կողմնորոշ։ Դե հա, կարող է, որովհետև դա ինձ շատ ադուր գալիս։ Շատ լավ։ Ինչպես է անցնում դասընթացը, ոնց եք մի քիչ պատմեք, հա, Ռոժան։ Լավ, գնացիք ամրակից դասի եք, ինչ եք անում։ Քանի որ մեր ոնց հասկացա այս հաղորդումն էլ է ինքը շաբաթ-կիրակի օրվա, այդ հանգիստ օրվա, ասեմ որ մենք շաբաթ-կիրակի օրերը չենք հանգստանում, այլ մեր այդ պիկ աշխատանքային օրերն են շաբաթ-կիրակիները, քանի որ երեխաները դասի չեն, ազատ ժամանակ ունեն եւ առավոտյան ժամը 11-ից հերթով գյուղերով մինչև ժամը երեկոյան 7-ը ես դասեր եմ անում։ Ինձ շատ են հարցնում չես հոգնում, ես բնականաբար ֆիզիկապես օրվա վերջին շատ հոգնած եմ լինում եւ անգամ իմ տնեցիների հարազատների հետ դժվարանում եմ խոսում։ Բայց ընթացքում երեխաների հետ շփվելուց երեխեքը ինձ իրականում շատ մեծ էներգիա են տալիս եւ բարի դասերի ժամանակ ամենակարևոր բանը, որի վրա ես ուշադրություն եմ դարձնում, դա հենց երեխաների հետ շփումն է։ Հենց առաջի րոպեներից մենք զրուցում ենք ինչ-որ օրվա վերաբերյալ ինչ-որ թեմա, ազգային արժեքների մասին, ինչ-որ տոնի մասին, որին նախապատրաստում ենք եւ փորձում եմ ունեցած գիտելիքները եւ ոչ թե նաեւ Անգելինան կհաստատի, ես ինչ որ մի բան պատմելիս երեխաներին ես շատ անգամներ ասում եմ դուք ինձ հավատացյալի պես մի հավատացեք, որ ես ձեզ ճիշտ բան եմ ասում։ Կարող ես սխալվում եմ կամ իրոք չգիտեմ։ Գնացեք ստուգեք, եկեք ասեք ինքեր ռազմիկ, այս բանը դուք սխալ եք ասում, գիտեք ինչ, մենք էս ախտում ու զգացի որ կան իրոք երեխաներ, որ սկսեցին տենց կասկածամտորեն վերաբերվել ու շատ ուրախացա իրականում։ Իսկ եթե ուղղակի ասես ինքը ասի հա ու դա իր մեջ ոչ մի բան չարտնասնի, ինձ թվում է դա անիմաստ կլինի։ Մի քիչ զրուցելուց հետո միանգամից փորձում ենք դանդաղ բարերով մկանները տաքացնել, զարգացնել այն աստիճանի, որ կարողանանք ուրախ եւ այտենց կամ կտրուկ բարեր, որովհետեւ ոչ մի մկան չվնասի։ Մի ժամ ու կեսվա ընթացքում մեր ամբողջ այդ էներգիան
կարելի ասել կարողանում ենք բերել այն ամենահզոր գագաթնակետին, հրաժեշտ ենք տալիս, ամենահետաքրքիր հրաժեշտը իրականում ամրակից գյուղում է, դպրոցի շրջակայքով ես պետք է պտտվեմ, որ մեքենայով իջնեմ, մինչև ես այդ պտույտը տալիս եմ, երեխաները մեքենայի դեմը կտրում են, սենց գալիս են փակում են, պետք է հերթով բոլորին իջնեմ ձեռով հաջողանեմ, որ թողում են գնամ, ու շատ վիդեոներ ունենք այդ ձև, էլի, որ ամեն դասից հետո իրանք տենց բաներ։ Այսինքն նաև շփումը այսպես ավելի անմիջական խմբի համար ու ձեզ համար կարևոր է, որպես մարդկային որակ նկատի ունեմ, ոչ թե ընկեր ռազմիկ ու ուսանիչ։ Այո, մանավանդ տղաների հետ ես բարի դալիճում շատ խիստ եմ, բայց դրսում կարող է զանգին ասեն ընկեր ռազմիկ 2000 դրամ է պետք, չգիտեմ, մենք կարող է օգնենք այդ աստիճան մտերմություն։ Կամ եկեք գնանք խմելու։ Հա, կամ տենց, ես փորձում եմ իրանց հետ լինեմ մի ալիքի վրա, մի ոնց է ճիստատա, էլի, հաջողականության վրա, հա, որպեսզի իրանք ինձանից ոչ թե քաշվեն, ամաչեն ու ինձանից ինչ-որ բաներ թաքուն պահեն, որովհետև ես իմ փորձից հասկացել եմ, անգամ ծխելու վերաբերյալ ինձ շատ են ասում, որ իմ աշակերտներից կան, որ արդեն ծխում են ու ինձանից չեն քաշվում, ինձ ասում են ինչի՞ չես խիստ, ինչի՞ ես թողում, որովհետև ես իմ փորձով գիտեմ, որ եթե մարդը ծխում է կամ ինչ-որ մի վատ սովորություն ունի, ինքը ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնելու, մինչև ինքնագիտակցաբար դա իրան ինքը չհամարի, որ դա իրան պետք չի։ Իսկ ավելորդ բարիերներ իմ ու իմ աշակերտների մեջ ստեղծելով ես կարծում եմ ոչ մի բանի չեմ հասնի։ Դրա համար ավելի շատ փորձում եմ նենց անել, որ իրանք ինձ վստահեն, կիսվեն իրենց մտքերով եւ իմ ունեցած խորհուրդների չափով կարողանամ իրենց վրա ազդել։ 1000 հոգանոց խումբը որ պետք է ձևավորվի, դա արդեն բարձ է։ Իսկ այլ ծրագրեր ապագայի համար, այս տարվա համար ինչ կա։ Այս այլ ծրագրեր մարտի 14-ին ձեր քաղաք ենք այցելելու, Մրցույթ փառատոնի 4 կամ 5 բարային համարով գալու ենք, փորձել ենք ավանդական մշակույթը բեմ բարձրացնել, որովհետև արդեն բավականին մեծ փորձ ունենք երիտասարդների, անցորդների հետ աշխատելու եւ կարծիքա ձևավորվել, որ ավանդական պարաբենի համար հարմար չի, մրցունակ չի եւ այլն, փորձում ենք մենք մեր համար, մեր մոտ այդ կարծրատիպը կոտրենք եւ ասենք, որ չէ, ավանդական պարը շատ գեղեցիկ է եւ նաեւ կարելի է բեմից ցուցադրել։ Շատ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, փորձեր ենք անում, պատրաստվում ենք մարտի 14-ին եւ ամառվա համար արդեն նախատեսել ենք մեծ բարոսությունների շարք արդեն գյուղերով, որ ամեն գյուղ, որ այս խմբերը կան, այսինքն այն խմբերը, որտեղ որ այն գյուղերը, որտեղ որ արդեն կան խմբեր, այդ գյուղերից բացի, այն գյուղեր, որտեղ որ մենք չենք կարողանում խմբակ բացենք, բայց ցանկացողներ կան, մենք մեր թիմով այցելենք այդ գյուղեր, մի քանի բառեր սովորացնենք, երեկոյան ֆլեշմոբ բանենք, լավ ժամանակ ու հաջորդ գյուղ։ Ու այդպես ամառը փորձելու ենք գյուղերը ոտքի հանենք եւ մարտական ոգի տանք գյուղերին, որպեսզի ավելի ոգևորված եւ ավանդական ոգով լցված, ազգային ոգով լցված մեր հայրենակիցները մտնեն արշավ։ Վանաձորի տարբեր պարային համույթներում հատկապես ազգային գիծ ունեցող, հա, ուղղությունը վերցրած միշտ բողոքում են տղա պարողների պակասի մասին։ Ռազմիկում կա այս խնդիրը։ Կա, կարծում եմ դա դեռ շատ երկար ժամանակ է մեզնից պահանջելու այդ կարծրատիպը կոտրելու։ Սովետական միությունից հետո այդ պարարվեստում մտցված կոնկրետ կանոնները, օրինակ տրիկո հագնելը, մազերը երկար պահելը եւ այլը մեծ ազդեցություն են ունեցել մարդկանց մոտ կարծրատիպերի ձևավորման համար եւ երբ որ մարդը պարում է, առաջին իսկ միտքը երիտասարդ տղաների մոտ հենց ասոցացվում է այդ բալետային տրիկոների հետ եւ շատ տղաներ ինձ նույնպես օրինակ դա կոմֆորտ չի եւ ես ինձ չեմ պատկերացնում քիփ տրիկոյով եւ հասկանում եմ բավականին մեծ այդ կարծրատիպերի քանակի պատճառը որտեղ է թաքնված, սակայն մեր փորձով, մեր օրինակով պիտի ժամանակի այդ մեծ բարդույթը ճեղքենք եւ փորձենք ապացուցենք, որ չէ, մեր պապերը, որ ապրել են կռվից առաջ մարտական ոգի բարձրացնելով, բնականաբար տրիկոներ չեն հագել եւ մասիկներ չեն հագել, այլ իրենց զինվորական այդ տարազներով նաեւ իրանք սարերի այդ կիրճերի վրա, բարձունքների վրա երխուշտա են խփել, մարտական ոգի են բարձրացրել, որ թշնամուց չվախենան եւ թշնամին է տեսել, որ պարում են, ասել է ծուռ են սրանք, ոնց են մենք այսքան զորքով գալիս ենք իրանք պարում են։
Եվ այդ հոգեբանությունը պիտի փորձենք երիտասարդների մեջ տարածենք։ Արդեն ունենք շաբաթական 1 օրվա մեջ սիրողական խումբ դրիվ անվճար միայն տղաների համար, որ քաղաքի երիտասարդ տղաները գալիս են աղջիկներից թաքուն որոշ։ Մի քիչ պարապում են, մի քանի բան սովորում են, կարծում եմ դա դեռ սկիզբն է։ Շուտով մեր Ստեփանավանցիները իսկապես կվերադառնան այդ պապական ոգով բարերին ու տղաների հետ այդ խնդիրը կարծում եմ շուտով կվերանա։ Հրաշալի է։ Եվ ինչու գան ինձ մոտ եւ ինչու parել, գուցե այս պահին, քանի որ մեր հաղորդումը դիտում են ոչ միայն Վանաձորում, ամբողջ Լոռիում, Հայաստանում, մենք հուսով ենք, որ մի օր կհասնի ռազմիկը Վանաձոր ու առհասարակ հանրապետության ցանցը, այսպես կսպեք ձեր ոգով, բայց ինչու գալու հատկապես նկատելի, ուզում եմ շեշտադրություն դնենք հենց երիտասարդների վրա, որովհետեւ այդ ծխել, խմել, չգիտեմ, տարբերված սովորություններ, որտեղ այստեղ կա էներգիա եւ ինչ որ ձև նաեւ դաստիարակության գիծ։ Ինչու գալ ձեզ մոտ։ Ընդհանրապես հայ մարգարեներից կոմիտասը ասում է պարն արտահայտում է ամենազգի բնորոշ գծերը, մանավանդ վարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Այս տեսանկյունից մեր պարը արդեն իսկ խոսում է դարի խորքից եկած մեր քաղաքակրթական մակարդակի շերտի մասին։ Ինչու, որովհետև մենք ունենք բազմատեսակ եւ բազմիմաստ պարերի մեծ տեսականի, սկսած աշխատանքային պարերից ծիսական, ռազմական եւ այլն, որոնք վկայում են այն մասին, որ մենք բազմաշերտ, բազմատեսակ մասնագիտությունների տեր ազգ ենք եղել եւ ի տարբերություն այլ ազգերի, որտեղ որ ավելի շատ տարածված են մենապարերը, հայկական պարերը խմբային կոլեկտիվ պարեր են եւ բոլորը պարում են մեկ մարմնի նման, մեկ մարդու նման համախմբված մեկ օրգանիզմի պես են գործում։ Սա շատ կարեւոր է, երբ որ մենք ինքներս գիտակցենք, որ մեր ազգը իրապես համախմբվել է իմացել, այսինքն կարողացել է հարսանիքի կամ տխրության ժամանակ մի մարդու պես գործել, մի ուրախ առիթի մի համախմբված մի համակարգ, մի համակարգ մեխանիզմ կարողացել է գործել եւ մենք կարող ենք դա վերականգնել։ Եվ ինչու հենց պար եւ ինչու հենց մեր մոտ գալ պարել, պատասխանը հետեւյալն է։ Պարը ամենահավես բանն է, որ կարա մարդկանց միավորի։ Եթե մարդը ուզենա ներդաշնակի իր հոգին եւ մարմինը եւ սկսի մեդիտացիայով զբաղվել, իրան շատ ժամանակ է պետք մտքերը հավաքելու, կենտրոնանալու եւ շատ քիչ հավանականություն, որ առաջին անգամվանից կստացվի։ Բայց բավական է պարող 10 հոգու շրջանի մեջ մի չպարողին ուղակի խցկել եւ ինքը այդ պարի շրջանի մեջ երկու պտույտից հետո արդեն միանգամից ներդաշնակման այդ մեդիտացիոն տրանսի մեջ համատում։ Ինքը վերանում է ընդհանրապես այս աշխարհից։ Մոռանում է իր բոլոր հոգսերի մասին, մոռանում է թե ուր է, երբ է, ժամանակի եւ տարածության զգացողությունը կորցնում է։ Եվ կարծում եմ, եթե մենք կարողանում ենք համախմբվել մի պարի մեջ, եթե մենք կարողանում ենք գործել ինչպես մի մեծ համակարգ, իսկ մեզ պետք են այդպիսի գործիքներ, որոնք որ մեզ կսովորեցնեն գործել որպես մեկ համակարգ, պարը ամենահավեսն է, որտեղ դու պարելուց համ էներգիա ես ստանում, համ իհարկե կորցնում ես, բայց դրա որպես բոնուս դու ստանում ես համախմբվել համակարգի մեջ աշխատելու հմտություն, որը որ դարեր շարունակ է ավանդաբար փոխանցվել, որտեղ մեր նախնիները իմացել են, որ դա մեծ գիտելիք է, մեծ զոր գործիք է, որ պետք է այս ազգին։ Եվ պապը թորին սովորացնելով փոխանցել հասել են մեր օր։ Եվ մեր պարտքն ուղղակի դա պահպանել ու շարունակաբար փոխանցել սերունդներին։ Անգելինա ջան, հաճախ են ընկերուհիներդ ասում կսովորեցնես, ոնց է կան, չգիտեմ, ոտքը ոնց պետք է տնես, ոնց պետք է ավելի ճկուն լինես, ոնց պետք է ավելի գեղեցիկ կանգնես բարի ընթացքում։ Վարագիչ ես դու շրջապատիդ համար։ Դե հիմնական շրջապատումս հիմնական ընկերուհիներս, ում հետ ես ավելի շատ եմ ժամանակ անցկացնում ու ընկերություն եմ անում, իրանք էլ են իմ հետ գալիս բարի։ Հա, լինում է ժամանակ, որ իրանք են ինձնից հարցնում, լինում է, որ ինչ-որ բան իմ մոտ չի տպավորված լինում, ես եմ իրանցից հարցնում։ Օգնում եք իրար։ Հա, հրաշալի է։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, շնորհակալ ենք նախ ձեր կատարած աշխատանքի համար, ձեզ բաղուն հաջողություններ ենք մաղթում։ Սիրով շնորհակալություն ձեզ, եմ շնորհակալ հրավիրելու, հնարավորություն տալու, որ մարդիկ իմանան sense բաների մասին եւ այդ մեծ մեդիա հեղեղի մեջ ինչ որ կարեւոր եւ լավը գտնելու, իմանալու եւ դրան միանալու հնարավորություն եք տալիս, շնորհակալություն եւ խորին իմ համոզմամբ ձեր կատարած առաքելությունը կտա իր կարևոր ու մեր ազգի համար շատ
նշանակալի արդյունքները։ Շնորհակալություն կհանդիպենք մարտի 14-ի Վանաձորում։ Տեղեկացնենք մեր։ Ինչպես որտեղ է լինելու, ինչ միջոցառում է դա։ Մարտի 14-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, փառատոն մրցույթ։ Շատ բարի։ Ժամերը երևի թե 12:00-ից կսկսի։ Շատ բարի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք չենք մոռանում, որ Ստեփանավանում 1000 հոգով պար են բռնելու ռազմիկականները։ Դեռևս այդպիսի բան չեմ հանդիպել, բայց կարելի է փորձել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հաստատողներ, հիմա կեսկատակ կեզուր բավականին որ հիվանդությունը, որ խնդիրը չի բացահայտվում, բժիշկներն ասում են, հավանաբար նևրոզ է։ Հա։ Իսկ ես հասկացա, որ այո, իսկ ես հասկացա, որ մտքեր առհասարակ նևրոզը նյարդային տարբեր բնականաբար չխորանանք դրա ախտորոշման մեջ, այդ ամենի լավագույն լուծումը այդ վարակիչ պարը կարող է լինել, ինչու ոչ։ Իհարկե, ես այդ խոսում եմ։ Ազգովի առողջանանք։ Շնորհակալեք Տելպորտուն, մենք դիտում ենք պարային համար, գեղեցիկ համար հենց մեր հյուրերի մասնակցությամբ։ Շնորհակալեք, ալիքը չփոխեք, ես կկարոտեմ։
Սիրելի հեռուստատողներ, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին եւ հաղորդման վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդման բոլոր գործընկերներին եւ շնորհակալություն բոլոր հեռուստադիտողներին։ Մեր հաղորդման հովանավորն է Fast Energy ընկերությունը։ Fast Energy ընկերության հետ կարող եք խնայել ավելին, քան պատկերացնում եք։ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ եւ արևային համակարգ տեղադրելը ավելի քան ձեռնտու է, սպառում եք անվճար էներգիա, խնայում եք կոմունալ վճարումները, դառնում էներգետիկ անկախ։ Fast Energy ընկերությունը արևային ոլորտում իր դիրքերը շատ կարճ ժամանակահատվածում, սիրելի բարեկամներ, ամրապնդել է, ինչու, որովհետև մեր ընկերության եւ այս ընկերության առաքելությունը բնականաբար որակ ապահովելն է, ինչը նրանց մոտ հաջողվել է։ Ընկերությունն առաջարկում է ապրանքների եւ ծառայությունների լայն շրջանակ, կանաչ էներգիայի ոլորտում անունը հիշեք, մնացածը գովազդից հետո ուշադիր եղեք, որ հետևեք ոչինչ բաց չթողնեք։ Fast Energy։ Շնորհակալություն, իսկ եթե ուզում եք լինել գեղեցիկ եւ խնամված, կարող եք այցելել Տիգրան Մեծի 39 կոտորակ 1 հասցեում գտնվող Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոն եւ լինել մշտապես գեղեցիկ եւ պահպանված, ինչպես ասում են, կամ այցելել նաեւ Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում գտնվող Մարիա Beauty Salon։ Ես հասկացա։ Եթե ուզում ես լինել երջանիկ ու երիտասարդ Նունե Վարդանյան դիմահարդարման կենտրոն, եթե ուզում ես անկախ եղանակից լինել գեղեցիկ վարսահարդարման Մարիա Beauty Salon, եւ եթե ուզում ես լինել անկախ էներգետիկ առումով Fast Energy, ասա որ ես փայլուն գաղափարներ եմ տալի։ Եթե ուզում ես կուշտ լինել, ուղակի հացկեր։ Իսկ եթե ուզում եք քնել, մենք պետք է ասենք բարի գիշեր, որ դուք կարողանաք քնեք ցելի հեռուստադիտողներ։ Վերջում պիտի ասենք շնորհակալություն մեր բոլոր հեռուստադիտողներին, որ նախորդ րոպեներին մեզ հետ էր եւ ամփոփելով իհարկե եւ այսօրվա զրույցը մեր հյուրասրահում եւ ամփոփելով այսօրվա մեր եթերը, շատ կարեւոր է մոտ լինել ազգայինին, արժեքներին ու պահպանել որքան հնարավոր է ամենքս մեր տեղում ու մեր գործով։ Այո, իսկ մենք գնանք բարել սովորենք մի քիչ։ Արդեն։ Հա, դե ժամանակն է արդեն։ Այս ժամին որ բարես, պատկերացնես հարևանների ինչ կասեն։ Հաջողություն հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք եթերում, շարունակեք տել Ֆորտունա ալիքը մի փոխեք։ Փորագրիր քո անունը սիրելիս, մարմնիս ու սրտիս, էլուր մնաց վառ հոգիս, լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ։ Ինձ նման մի խենթյալի դու կարող ես չսիրել, դու կարող ես չսիրել, ես թվաց ճանապարհին աչու ծախտուն է մտել, աչու ծախտուն է մտել, հավաքել երկրի սիրող սրտերը, սիրել կոտրել գցել շաքի ջրերը։ Փորագրիր քո անունը սիրելիս, մարմնիս ու սրտիս, էլուր մնաց վառ հոգիս, լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ։ Ես գիտեմ քո դրան առջև, իմ օրերը կթրջեն, իմ օրերը կթրջեն, հավատաս թե չհավատաս, իմ սիրո հոսն է անկեղծ, իմ սիրո հոսն է անկեղծ, խելքդ սիրեմ, խելքդ դարձրեց քեզ համար, սիրտս կերար թողեցիր ինձ սովահար։ Փորագրիր քո անունը սիրելիս, մարմնիս ու սրտիս, էլուր մնաց վառ հոգիս, լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ։ Փշուր եղավ հոգիս, միշտ ճամփեցիր սրտիդ կողքից, մնա առանց մեկի դե մնա։ Փորագրիր քո անունը սիրելիս, մարմնիս ու սրտիս, էլուր մնաց վառ հոգիս, լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ,
ամեն անգամ նոր տեսնեմ Փորագրիր քո անունը սիրելիս Բարմենիս ու սրտիս Էլուր մնաս վար հոգիս Լավ գրիր կարմերի քո անունը սիրելիս Լավ հիշեմ ու գժվեմ ամեն անգամ նոր տեսնեմ Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգ-շահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 8815։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։